Համեմատության մեջ կարող ենք ասել, որ ամենաաշխատասեր էակներն են այս աշխարհում ու մեղուները ծնված օրվանից գիտեն, թե ինչ պետք է անեն։ Մեղուները մեր նման, այսպես ասած, դպրոց կամ համալսարան չեն գնում, որպեսզի իրենց աշխատանքները կարողանան անել։ Աշխատանքային բաժանումը առաջին հերթին կախված է մեղվի տարիքի հետ կապված։ Մեղուն ծնվելուց հետո սկզբնական շրջանում կատարում է աշխատանքներ փեթակի ներսում, այսպես ասած, տունն է հավաքում։ Ու որդերին, այսպես ասած, ձագերին է կերակրում։ Արդեն որոշակի օրեր անցնելուց հետո տարվա ընթացքում բոլոր եղանակներին տարբեր է լինում այս փուլերի երկարությունները։ Դրանից հետո մեղուն սկսում է արդեն դաշտից ծաղկափոշի բերել, նեկտար բերել, հետո արդեն ավելի ծեր հասակում սկսում է դաշտից բերել ջուր։ Այսինքն այս իր կյանքի ընթացքում բոլոր փուլերով մեղուն անցնում է ու մեղուների մոտ կան եւ զինվոր մեղուներ, ովքեր որ հսկում են մեղվա ընտանիքը, եւ մեղուներ, ովքեր որ մեղվա ընտանիքում ջերմության ավելացման հետ միանգամից փեթակի դուրսը կարող ենք ամառվա տաք եղանակներին տեսնել, թե ինչպես են մեղուները իրար հետևից շարք կաղնել ու թևերը թափահարելով փորձում են այսպես ասած օդափոխություն իրականացնել մեղվա ընտանիքի ներսում ու մեղվա փեթակի ջերմաստիճանը բերել հարմարեցնել այն ջերմաստիճանին, որտեղ մեղուն իր զարգացումը նորմալ կտանի։